Պարոն Խուդատյան, Սիսիանում ենք, առաջին կանգառը ոնց որ Սյունիքի մարզում հենց Սիսիան խոշորացած համայնքն է, հասցրել եք արդեն մարդկանց հետ շփվել մի փոքր տպավորություններով։ Մտտվել ենք, մի փողոց ենք եղել եւ այս շենքում ֆորմատը հետեւյալն է, որ փորձենք ինչքան հնարավոր է մարդկանց տներ այցելել կամ փողոցներում մարդկանց հանդիպել, եղանակը այսօր այնպեսին չի, որ փողոցներում բազմամարդ լինի եւ առավոտվա ժամն էլ այդպեսին է, մենք որոշեցինք այցելել շենքեր եւ հիմա տարբեր խմբերով քաղաքացիների հետ շփվում ենք։ Կան դժգոհություն ինչ-որ հարցերի շուրջ, որ օրինակ թե միայն գովեստի խոսքեր եք լսում։ Հիմնականում գովեստի խոսքեր են, իհարկե կան նաեւ դժգոհություններ, դժգոհությունների մի մասը օբյեկտիվ է, մի մասը օրինակ լուծումներ կտրվեն։ Ենթակառուցվածքների վիճակից են որոշակի դժգոհություններ, բայց հերթով աշխատանքները իրականացվում են, տեսնում եք այն բակում, որտեղ հիմա գտնվում ենք, այստեղ էլի մեծ ծավալի աշխատանքներ իրականացվում, այս կողմը երևացող տանիքներն են ամբողջությամբ փոխվել, Սիսիանում հսկայական աշխատանք է իրականացվել վերջին տարիների ընթացքում։ Պարոն Խուդատյան, ճանապարհին ճիշտ ասած, որ գալիս էինք, մենք նկատեցինք, որ Սառնակունքից մինչև Սիսիան էս Դա մեր այս տարվա աշխատանքներում ներառված ծրագիր է եւ մրցութային գործընթացը արդեն։ Ես ավարտեմ, տեսանք, որ բանը թարմ այսպես ասֆալտներ են, հատվածական արվել, փոսալցման աշխատանքներ, սա Նիկոլ Փաշինյանի այցով պայմանավորված է Ոչ, սա ճանապարհի սպասարկման հետ կապված պարտադիր։ Ոչ, սա ճանապարհի սպասարկման պարտադիր միջոցառում է, եթե մենք սպասենք մինչև եղանակները ամբողջությամբ կարգավորվեն, ճանապարհներում երթևեկությունը կդառնա խնդրահարույց, իսկ դուք գիտեք, որ սա մեր համար կարևոր ուղղություններից մեկն է, որովհետև նաև ծանրաքաշ մեքենաների համար, բեռնատարների համար ինտենսիվ երթևեկության ուղղություն է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, Իրանի Իսլամական Հանրապետությունից հեղուկ գազի, բիտումի, վառելիքի տարանցման հիմնական ուղղություն է եւ մենք ճանապարհները մշտական սպասարկման մեջ ենք պահում, հիմա էլ գարնանային սպասարկման աշխատանքներ են եւ այս աշխատանքները վարչապետի կամ մեր այցի հետ կապ չունեն, եթե հանրապետության այլ բնակավայրերում էլ շրջեք, կտեսնեք, որ ճանապարհները երթևեկելի են, բավական լավ վիճակում են գտնվում եւ դա նկատում են նաեւ քաղաքացիները։ Եվ չգիտեմ որքանով է հարցը ձեր դիրքում, ավելի շատ էկոնոմիկայի, բայց որ խոսեցիք Իրանի ճանապարհների հետ կապված, բեռնատարների մասով ինչ իրավիճակ է տեղյակ եք դուք արդյոք։ Որ մասով նկատի ունեք։ Վրաստանից եկող հատվածով, քանի որ երեք եւս տեսանք, որ լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր վահանների դժգոհություն։ Գործընկերները ինտենսիվ զբաղվում են այդ հարցով, բայց ավելի ճիշտ կլինի այն մարդիկ, ովքեր ավելի ինֆորմացված են, իրենք պատասխանեն, բայց մեծ աշխատանք այս ուղղությամբ տարվում է։ Եվ ամփոփելով դից ինչ-որ ասում եք քարոզարցերներ։ Դե շնորհակալ ենք քաղաքացիներին ջերմընդունելության համար, իրականում քաղաքացիների հետ շփումը մեր ամենօրյա աշխատանքի կարևոր մասերից է եւ ուրախ եմ, որ այս ֆորմատն էլ թույլ է տալիս ներկուսակցական քարոզարշավը, ուրեմն համատեղել քաղաքացիների հետ շփմամբ, մենք Հայաստանի արդեն 6 մարզերում ենք եղել, Սյունիքը 7-րդն է, վաղը պլանավորում ենք այցելել նաև Վայոց ձորի մարզ եւ մյուս շաբաթ արդեն կլինենք Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում եւ այսպիսով քարոզարշավի ներքին քարոզարշավի այս մասը կամփոփենք, բայց մեր մարզային այցերը չեն կամփոփի, առաջիկայում ելի կշարունակենք մարզերում այցելել, ինչպես նախորդ ժամանակահատվածում ենք այցելել։